Էշի պատմությունը։ Խելացիության դաս։ Մի անգամ գյուղացին որոշեց էշ գնել ոլորտների դաշտերը օգնելու համար, գրպանում 100 մետաղադրամով նա գնաց տեղական շուկա, որտեղ գտավ մի կենդանու, որը հանդիպեց իր կարիքներին, փակեց բիզնեսը, համաձայնեց վաճառողի հետ, որ հաջորդ օրը նա էշը առաքեր իր տուն, սակայն առավոտյան տղամարդը դատարկ լուրով դիմեց դատարկ լուրով։ Կենդանին մահացել էր գիշերը։ Վրդովված գնորդը պահանջեց իր 100 մետաղադրամը, վաճառողը սակայն խոստովանեց, որ արդեն ծախսել է բոլոր փողերը, այլընտրանք չունենալով, գյուղացին անսովոր խնդրանք է արել։ Եթե դուք չեք կարող գումար վերադարձնել, ապա տվեք ինձ մահացած էշը։ Մի քանի օր անց երկուսն էլ առիթով վերամիավորվեցին փողոցում, հետաքրքրաշարժ վաճառողը հարցրեց. Ի վերջո, ինչու եք ուզում անկյանք համր։ Գյուղացին ժպիտով բացատրեց. Ես կազմակերպեցի Ռաֆի գյուղում 2 մուրացկան և համոզման արվեստ։ Կահիրեի զբաղված փողոցներում մզկիթի դիմաց 2 մուրացկաններ բաժանեցին նույն տարածքը, յուրաքանչյուրը ողորմության և հաղորդագրության պաստառի համար ուներ իրենց սեփական ամանը։ Առաջինը հրեա գրել է, օգնեք աղքատ հրեա տղամարդուն, երկրորդը արաբերեն ցուցադրվեց։ Ալլահի անունով ողորմած նպաստում է Իսրայելի դեմ պատերազմում վիրավորված վետերանին։ Մզկիթը թողած հավատարիմները միտումնավոր անտեսեցին հրեան, իրենց մետաղադրամները պահելով միայն արաբական ամանի մեջ, զբոսաշրջիկ, դիտելով տեսարանը, մոտեցավ առաջինին և առաջարկեց այն ցածր։ Նույնիսկ աղաչելու մեջ նրանք ուզում են մեզ սովորեցնել, թե ինչպես վարվել բիզնես։ Գների տրամաբանությունը։ Անվճար տոնավաճառում հրեա վաճառողը ձմերուկներ է վաճառել շատ յուրօրինակ գների աղյուսակով։ Մի ձմերուկ 30 ռուբլի, 3 ձմերուկ, հաճախորդը մոտեցավ և գնեց միավոր հայտարարված գումարի համար, մի փոքր արտացոլելուց հետո նա որոշեց 2 անգամ վերցնել, վճարելով 30 ռուբլի յուրաքանչյուրի համար, երբ նա հրաժեշտ տվեց, նա վաճառողին ասաց, որ հաղթանակով եթեր է։ Հին վաճառականը պարզապես սեղմեց գլուխը, երբ հաճախորդը հեռացավ, փխրուն։ Բյուրոկրատիայի հանճարը։ Ռաբբին և նրա կինը պարտեզում աշխատել են, երբ հանկարծ տղամարդու թիակը թափվեց թաղված ինչ-որ բանի մեջ, կնքված շիշ, բեռնարկղը բացելիս դրանից գոլորշի է եկել, որին հաջորդում է լուրջ ձայն։ Ողջույն, Ռաբբի։ Առանց վարանելու, Ռաբբին նորից շիշը չուներ և այն ետ նետեց դեպի ծով, նրա սարսափելի կինը հարցրեց. Ինչ նկատի ունեք, նա կարող էր մեզ հարստացնել, Ռաբբին հանգիստ պատասխանեց. Հոգու արտացոլումը։ Վարպետն իր աշակերտներին բացատրեց. Հ պատրաստված են ապակուց, տարբերությունը բարակ արծաթե շերտում է, երբեմն բավական է մի փոքր ագահությունը դադարեցնել ուրիշներին տեսնել և տեսնել միայն մեր սեփական արտացոլումը, թեժ բառի ցուցահանդես։ Եբրայերեն ուսուցիչ, անհաջող բիզնեսում ամեն ինչ կորցնելուց հետո տեղափոխվեց մեկ այլ քաղաք ապրուստի որոնման համար, այնտեղ նա աշխատանք ստացավ ուսուցանելով իր սուրբ ծննդյան լեզուն։ 1 տարի անց նա հավաքեց 100 ոսկի և անհրաժեշտ էր դրանք ուղարկել այն ընտանիքին, որն անցել է, այդ ժամանակ չկան հուսալի փոստային ծառայություններ, ուստի նա փնտրում էր մեկին, ով ճանապարհորդում էր հայրենիք և կարող էր փող վերցնել, իհարկե, պարգևատրմամբ։ Շատ որոնելուց հետո նա գտավ մի փոքրիկ վաճառական, ով գնաց այդ նպատակակետ, սկզբում տղամարդը դժկամորեն էր, բայց ուսուցիչը պնդում էր. Իմ կանայք և երեխաները սոված են, վերցրեք նրանց այդ գումարը և մնացեք ձեր գտած գումարը, ապագա բողոքներից խուսափելու համար գրավոր փաստաթուղթ է պահանջում վաճառականը, ոչ մի այլընտրանքով ուսուցիչը գրել է. Ես ձեզ 100 մետաղադրամ եմ ուղարկում ընտանիքիս, տվեք նրանց ձեր ուզած գումարը։ Ժամանումից հետո սուրհանդակը ուսուցչի կինը 1 մետաղադրամ է հանձնել, մյուս 90 ընտրանք, հուսահատ կինը փորձեց դիմել իր բարության, բայց ապարդյուն էր, տղամարդը պնդում էր, որ դերը նրան լիովին իրավունք տվեց պահպանել գրեթե ամեն ինչ։ Որպես վերջին միջոց, նա դիմեց տեղական ռաբբին, որը հայտնի էր իր իմաստությամբ։ Սեյջն ուշադիր ուսումնասիրեց փաստաթուղթը և երկու կողմերին լսելուց հետո վաճառականին հարց տվեց. Ի վերջո, քանի մետաղադրամ եք ուզում լինել ձեզ համար, 99, պատասխանեց տղամարդուն, համոզված, գերազանց, ասաց ռաբբին, դրանից հետո դուք նրանց պետք է տա այս տիկինը և պարզապես մեկից մեկը լինեք, ինչպես գործարքը սահմանում է, ի վերջո, տեքստը հստակ ասում է, որ նա իր համար ուզում է, որ նա իր համար կարող եք ստանալ։ Լռության արժեքը։ Ռաբբին, որը խցանված է ստանձնած պարտավորությունների հետ, ուսման ժամանակ և արտացոլումն անհետանում է, խնդիրը լուծելու համար այն դռան վրա տեղադրեց նախազգուշացում։ Խորհրդատվություն, 2 հարց $100, ռազմավարությունն աշխատել է, այցերը կտրուկ նվազել են, և նա վերականգնել է իր հանգստությունը։
Քանի դեռ մեծահարուստ մարդը հայտնվել է և գումարը վճարելուց հետո հարցրեց Ռաբբի, չեք կարծում, որ $100 շատ թանկ է ընդամենը 2 հարցի համար, Գեյզը ժպիտով պատասխանեց. Իսկ որն է ձեր երկրորդ հարցը։ Անհայտ կորած ցուցակը։ Ռաբբի Զեուսին զգալի գումար է պարտական գումար և վերջնաժամկետը այն վճարելու համար, ինչպես իր աշակերտները հուսահատվեցին նա մնաց հանդարտ, նա վերցրեց թերթի թերթիկ և թվարկեց 25 հնարավոր եղանակներ, որոնք փողը հասել է դրան։ Այնուհետև նա առանձին թղթի վրա գրել է 25-րդ կետ և պահեց նրան։ Հաջորդ առավոտյան անհրաժեշտ արժեքը խորհրդավոր հայտնվեց, հետաքրքրաշարժ ուսանողները կարդում են 21-ի մեթոդների ցանկը։ Նրանցից ոչ մեկը չի համապատասխանում, թե ինչպես է հայտնվել փողը, հետաքրքիր, նրանք հարցրեցին վերջին կետի մասին, Ռաբբին բացեց դերը և բացահայտվեց։ Մի կերպ ոչ ոք չէր պատկերացնում։ Աստծուն կարիք չունի Ռաբբի Զուսիայի խորհրդին։ Հրեական ծխական քահանա։ Հիմարները երբ օրը հասավ օրը և Մեսիան հայտնվեց, գնաց նրա մոտ ցավերով և տառապանքներով, կույրերը ժամանեցին և ասաց. Ռաբբի, մենք ոչինչ չենք տեսնում, Մեսիան ձեռքերը դրեց գլուխների վրա, և նրանք վերականգնեցին տեսլականը, խուլ ու համր եկան և սկսեցին լսել և խոսել, գոյություն ունեցան կոճղերը, և Մեսիան ուղղեց նրանց, տալով նրանց ուղիղ կեցվածք։ Միայն հիմարները մնացին հիմար, քանի որ նրանցից ոչ մեկը չէր մոտենում Մեսիան և ասաց. Ռաբբի, օգնիր ինձ, որովհետև ես տգիտ եմ։ Պրեֆեկտուրայի աղոթքը։ Հրեական ծխական քահանա։ Մի անգամ ժողովարանում մարդիկ պատահեցին լսել հին Սովինայի աղոթքը, նա շշնջաց. Եթե ամենաբարձրը օրհնյալ լինի քո անունը հավիտյան, տվեք ինձ 100,000 մետաղադրամ, ես 10,000 մարդ կտամ, բայց եթե ամենաբարձրը փառավորեց իրեն։ Այս գումարը նախապես և ուղարկեք ինձ միայն մնացածը, թեժ։ Ձմերուկը պատկերավոր հյուրի համար։ Հրեական ծխական քահանա։ Մի քաղաքում նա ապրում էր տարեց Սեյջ, որը հայտնի էր իր իմաստությամբ և առաջատար տարիքով, բայց շատ աղքատ։ Մի օր թագավորը լսեց իր հեղինակության մասին և հայտարարեց, որ ցանկանում է այցելել իրեն իր տանը, լսելու իր խոսքերը։ Իմաստուն ընտանիքը, անհանգստացած, հարցրեց. Ինչ կառաջարկենք թագավորին, մենք տանը գրեթե ոչինչ ունենք։ Բերեք ձեր ունեցածը և արեք այնպես, ինչպես ասում եմ, պատասխանեց ծերունին։ Երբ թագավորը հասավ, Սեյսի կինը բերեց ձմերուկ, հաղորդավարը վերցրեց պտուղը, զգաց այն մատների հետ և ասաց կնոջը. Սա ավելի լավ ձմերուկ կա, քան սա, գնացեք վերցրեք այն։ Նա վերցրեց պտուղը, վերադարձավ ուրիշի հետ և եղեսպակը կրկնեց ժեստը։ Այս մեկը նույնպես չի տեղավորվում, բերեք մեկ այլ։ Կինը ենթարկվում էր լռության մեջ, երրորդ անգամ ամուսինը վերջապես հաստատեց, նա կտրեց ձմերուկը և մատուցեց թագավորին։ Իմաստունի հետ խոսելուց հետո միապետը վերադարձավ Ալեգրի պալատ և գոհ հյուրընկալությունից, ես չէի պատկերացնում, որ այդ տանը միայն մեկ ձմերուկ կար։ Նվերը մոր համար։ Հրեական ծխական քահանա։ Հրեակին ուներ 3 երեխա, բոլոր հարուստները, մինչ նա դեռ ապրում էր հին տանը, մի անգամ երիտասարդները որոշեցին իրենց մորը շքեղություն տալ, ավագը հայտարարեց. Ես ձեզ կտրամադրեմ առանձնատուն շատ սենյակներով և ծառաներով։ Միջին լրացված։ Ես ձեզ անձնական վարորդի հետ մեքենա կտամ։ Եվ ամենաերիտասարդը ասաց. Ես ձեզ թութակ կտամ, նա սիրում է ուսումնասիրել Թորան, բայց նա արդեն վատ է տեսնում, այս թութակը գիտի, որ գունավոր Թորաթ տարիներ շարունակ մարզվել է 20 ռաբբիս։ Դա արվեց, օրեր անց, երեխաները այցելեցին մայրիկ և հարցրին, թե ինչպես է նա նվերների հետ։ Շնորհակալ եմ, նա պատասխանեց։ Բայց այդպիսի մեծ տան համար, եթե միայն սենյակ եք օգտագործում, և մեքենան, եթե ես տուն չթողնեմ, ինչ վերաբերում է նրանց ուղարկած թռչունին, դա համեղ էր։ Լավագույն տունը։ Հրեական ծխական քահանա։ Մարդը հուսահատ ռաբբի էր փնտրում։ Ես այլևս չեմ կարող դա վերցնել, իմ ընտանիքը, կինը, երեխաները, սերունդները։ Ապրում են բոլորը սեղմված մեկ սենյակում, դա անտանելի է։ Դուք ունեք կենդանիներ, հարցրեց ռաբբին։ Այո, մի կով, այծ և մի քանի հավ։ Ներսից նրանք ներսից են առաջնորդում իմաստուններին։ Մեկ շաբաթ անց տղամարդը բուռն եկավ։ Դա անհնար է, հոտը, կեղտը։ Այժմ կենդանիներին ետ վերցրու, ասաց սերնդը ռաբբին։ Հաջորդ օրը տղամարդը վերադարձավ պայծառ։ Ռաբբի, իմ տունը դրախտ է դարձել։ Ինչ անել ցուրտ օրը։ Հրեական ծխական քահանա։
Հաշ ձմռանը Ռաբբին և նրա աշակերտները կրակի տակ տաքացան, ուսանողներից մեկը, որը ներշնչված է վարպետի ուսմունքներից, հայտարարել է. «Ուսուցիչ, ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ այդպիսի ցուրտ օրվա ընթացքում»։ «Ինչ», հարցրեց Ռաբբին։ «Անցեք ինքներդ։ Բայց ես գիտեմ նաև, թե ինչ անել, եթե հնարավոր չէ տաքանալ»։ «Եվ ինչ կլինի», հարցրեց վարպետին։ «Սարսուռը ցրտից», պատասխանեց աշակերտին։ 1 կիլոգրամ կարագ։ Հրեական ծխական քահանա։ Խեղճ մարդու կինը պատրաստեց սկավառակաձև կարագը, յուրաքանչյուր քաշը ըստ ֆունտի, ես դրանք վաճառեցի տեղական վաճառականին և գումարը օգնեց ընտանիքին, մինչև մի օր վաճառականը անվստահեց տղամարդու ազնվությունը և որոշեց կշռել գրառումները։ Ի զարմանս նրան, յուրաքանչյուրը նշում էր ընդամենը 900 գրամ, վրդովված, երբ աղքատները վերադարձան խանութ, նա զայրացնում են. «Այլևս մի բերեք ձեր կարագը, ես ոչինչ չեմ գնի խաբեբայից, դուք ասում եք, որ դա ֆունտ է, բայց իրականում 900 գրամ է, ես չեմ խաբվի»։ Մարդը իջեցրեց գլուխը, ամաչեց և տրտնջեց. «Տանը մենք մասշտաբ չունենք, մենք միշտ օգտագործում ենք շաքարի փաթեթ, որը մենք գնում ենք տիրոջից։ Նա, ով տերը վաճառել է իրեն որպես կիլոգրամ։ Բարոյական, հիշեք, որ այն չափումը, որը դուք չափում եք մյուսներին, նույնն է, ինչ օգտագործվում է ձեզ չափելու համար»։